Թեժ է խորհրդարանի դարպասների մոտ իրար թուրք և ռուսաստրուկ անվանող հայերի երկու խմբեր հակընդդեմ պիկետներ են անում։ Հակառուսական պաստառներով բողոքավորները պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն անհապաղ հեռանա Հայաստանից։ Մի քանի անգամ ավել պիտի մտածեն Հայաստան գալիս։ Թուրք Բաբաջանյանի ուղղությամբ նետում են նրանք, ովքեր հայ-ռուսական դարավոր բարեկամությունը փառաբանող պաստառներով են։ Պարոն Վարդանյան, ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը։ Ասեմ, Սորոսի փողերով ակցիաներ անող Հայաստան քանդողները այսօր հավաքվել են ստե եւ սադրում են։ Ռուսատիացների ու ռուսասերների թունդ լեզվակռիվները բախումների չեն վերածվում։ Ազգային ժողովի մոտ ոստիկանական ուժեղացված հսկողություն է։ Դուք ձեր լրատվամիջոցը ուղիղ մասնակիցն եք հիբրիդային պատերազմի։ Այստեղ իրենց մայրերին ծախողները, Սորոսի վաստակները հայրենիք շատ հեշտությամբ կծախեն, բայց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը այլընտրանք չունի։ Խորհրդարանի ներսում տրամադրությունները բացառապես ռուսասիրական են։ Անգամ Ալեն Ռոբերտովիչը, որ ամեն առիթով նախշում է ռուսներին, մեղադրում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար, այսօր կարևոր է համարում հայ-ռուսական համագործակցության խորացումը։ Այսօր ավելի քան երբևէ կարևոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին եւ պահպանել պատմական ճշմարտությունը։ Սիմոնյանը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Մատվիենկոյի հետ մասնակցում է Հայաստանի ազգային ժողով Ռուսաստանի Դաշնային խորհուրդ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։ Այն նվիրված է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին, խորհրդային ժողովուրդների ընդհանուր հիշողության պահպանմանը։ Այսօր անցկացնում ենք միջխորհրդարանական հանձնաժողովի արդեն 39-րդ նիստը, իսկ դա նշանակում է, որ այս ֆորմատը շատ պահանջված է։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը մեծ ներդրում ունի Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական կապերի զարգացման գործում, քանի որ իրականացնում ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել մեր երկրների առաջնորդները։ Խորհրդարանական հավաքին հրավիրված են նաև հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզայլա Աբգարյանը և Ներսես Սիմոնյանը։ Նրանց հետ հերթով լուսանկարվում են ռուսական պատվիրակության անդամները։ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանի հետ առանձին հանդիպման ժամանակ հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն։ Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Նիկոլ Փաշինյանն էլ է ընդունել Մատվիենկոին։ Նախատեսվածից երկար տևած հանդիպման մասին Հայաստանի կառավարությունը 4 նախադասությամբ հաղորդագրություն է տարածել։ Ողջունելով պատվիրակության անդամներին, վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Գրված է պաշտոնական տեքստում։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ Մատվիենկոն վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ, հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Նիկոլ Վովայևիչը փոխանցեց իր ողջույնները մեր նախագահին և հատուկ ընդգծեց, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ իր հարաբերությունները միշտ եղել են, կան ու կմնան կառուցողական ու առարկայական։ Ոչ մի խնդիր նախագահի հետ հարաբերություններում ինքը չունի։ Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ պաշտոնական հանդիպումներից առաջ Մատվիենկոն հաղթանակ զբոսայգի և ծիզեռնակաբերդ էր գնացել Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ։ Հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում զոհվածների և հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։